Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կոչ է արել Եվրամիության երկրներին հնարավորինս քիչ ֆինանսավորում հատկացնել Ուկրաինային եւ ռեսուրսները պահպանել Եվրոպայում։ Նա այս մասին գրել է իր սոցիալական ցանցի էջում։ Գրառման մեջ նա ներկայացնում է իր տեսլականը համաշխարհային կարգի եւ եվրոպական մայրցամաքում կայունության պահպանման վերաբերյալ։ Հունգարիայի վարչապետի խոսքով Եվրամիությունը պետք է ուղղակիորեն բանակցություններ վարի Ռուսաստանի հետ եւ Ուկրաինան միությանը միանալու փոխարեն պետք է դառնան նրա ռազմավարական գործընկերը։ Հատկացրեք, որքան հնարավոր է քիչ ֆինանսավորում Ուկրաինային եւ պահպանեք ռեսուրսները Եվրոպայում։ Հարգեք յուրաքանչյուր երկրի էներգետիկ ընտրությունը, ասվում է հայտարարության մեջ։ Ռումինիան եւ նրա հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության դաշնակիցները տեղեկացվել են Եվրոպայում ԱՄՆ զորքերի թվաքանակի կրճատման մասին։ Հայտնում է Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարությունը, մեջբերում է 10։ Որոշումը կայացվել է Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից որպես ԱՄՆ զինված ուժերի գլոբալ դիրքի վերագնահատման գործընթացի մաս։ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը նշել է, որ ԱՄՆ զորքերի այն ստորաբաժանումների թվում, որոնց ռոտացիան Եվրոպայում կդադարեցվի, ներառված են Միհայ Կոգալնիչանու ավիաբազայում տեղակայված ստորաբաժանումները։ Նախարարությունը նաև ընդգծել է, որ սպասել էր այս որոշումը, քանի որ Ռումինիան մշտական կապ է պահպանում իր ռազմավարական գործընկերոջ Միացյալ Նահանգների հետ։ Եվրամիությունը պատերազմական տենդով է պատված եւ պատրաստվում է պատերազմի։ Այդ իսկ պատճառով ցանկանում է Ուկրաինային ուղարկել մոտ 200 միլիարդ եվրո լրացուցիչ միջոցներ։ Այս կարծիքը հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Ցիարտոն Բարցովսկի-Չաց հաղորդման ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Եվրամիությունը եւ Բրյուսելը իսկապես պատված են պատերազմական տենդով։ Դա հարց չէ, ասել է հունգարացի նախարարը։ Նրա խոսքով Եվրամիությունը ներկայումս քննարկում է ուկրաինական բանակին զինելու համար 60 միլիարդ եվրո պետական միջոցներ մոբիլիզացնելու հարցը։ Ավելին, այն նախատեսում է առաջիկա 2 տարիների ընթացքում ուղարկել 130 միլիարդ եվրո ուկրաինական պետության գործունեությունը ապահովելու համար։ Ցիարտոն նշել է, որ Եվրամիության նման գործողությունները դժվար թե կարելի է որակել այլ կերպ, քան որպես պատերազմի նախապատրաստություն։ Նորվեգացի պրոֆեսոր Գլեն Դիզենը հայտարարել է, որ Բրյուսելը արգելում է Եվրամիության անդամ երկրներին ուղիղ շփվել Ռուսաստանի հետ, այդպիսով մեկուսացնելով սեփական դաշնակիցներին եւ վնաս պատճառելով նրանց տնտեսություններին։ Նրա խոսքով Եվրամիությունը, որը ժամանակին խաղաղ եւ տնտեսական շահեր ապահովող միություն էր, այժմ ստիպում է իր անդամներին գործել իզգոյի կարգավիճակով, զոհաբերելով ազգային բյուջեները պատերազմի ֆինանսավորման համար։ Ոչ մեկին թույլ չեն տալիս նույնիսկ զանգարել եւ խոսել Ռուսաստանի հետ, գրել է Դիզենը։ Նա ընդգծել է, որ այս քաղաքականությունը Եվրամիությանն հեռացնում է իր սկզբնական արժեքներից եւ խորացնում է բաժանարար գծերը Եվրոպայում։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ եվրոպական առաջնորդները խաբում են իրենց ժողովուրդներին, ներկայացնելով, թե Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության երկրների վրա։ Լավրովը վերահաստատել էր, որ Մոսկվան երբեք նման մտադրություն չի ունեցել։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ փոխել է իր տեսակետը Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ։ The New York Post-ի հետ հարցազրույցում նա ասել է, որ դեռ կես տարի առաջ վստահ էր պատերազմը երկարատև է լինելու եւ չի ավարտվելու առաջիկա տարիներին։ Եթե 6 ամիս առաջ ինձ հարցնեի, կասեի, որ այս պատերազմը երբեք չի ավարտվի։ Կարծում էի նույնիսկ 15 տարի անց մարտական գործողությունները կշարունակվեին, նշել է Վենսը։ Սակայն ըստ նրա վերջին ամիսներին կողմերը հասել են անսպասելի առաջընթացի խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Ավելի վաղ Վենսը հայտարարել էր, որ Վաշինգտոնը փորձում է պահպանել կառուցողական հարաբերություններ թե Ռուսաստանի, թե Ուկրաինայի հետ, նպատակ ունենալով արագացնել հակամարտության ավարտը։ Նա նաև ընդգծել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփն ունի արդյունավետ աշխատանքային հարաբերություններ ինչպես ռուս, այնպես էլ ուկրաինացի պաշտոնյաների հետ։